Բարև ձեզ։ Տիկին Հակոբյան, դուք Արցախից եք, իհարկե ուզում եմ նաև ներողություն խնդրել ձեզանից, որովհետև երբևէ Փաշինյանին չի պատվիրակել այդպես մեր հայրենակիցների հետ խոսել եւ որևէ Հայաստանի քաղաքացի չի պատվիրակել այդպես խոսել։ Ինչ կարող եք այդ իրավիճակի վերաբերյալ ասել եւ նաեւ ինչքան գիտեմ մետրոյի հերոսուհին ձեր աշակերտուհին է եղել։ Նախ հայաստանցի մեղավոր չի մասամբելի, որ ինքը նման ղեկավար ունի եւ Հայաստանում կան բավականին քաջ ազնիվ անձինք, ովքեր սատար են կանգնել Արցախին եւ օրենսդիր, երբ իշխանության ղեկավարը բացահայտ հայտարարում է, որ Ղարաբաղը Ադրբեջան է, արդեն նման ղեկավարությունից ոչ մի սպասելիք չկա։ Ինչ վերաբերվում է մետրոյի դեպքին, ապա իրենց կեղծարար ցանցերով, չգիտեմ ինչ բացասական տերմիններ, բացասական պիտակներ են կպցրել Արմինեին եւ տարբեր կեղծ հերյուրանքներ են հնչեցրել, որը փաստացի գոյություն չի ունեցել։ Ուղղակի ամոթ է, ես ամաչում եմ, որ հայ կոչվող անձը հայը կարող է նման պիտակների հեղինակ լինել եւ որ հայը կարող է նման դիրքորոշում ցուցաբերել իր հայրենիքի մաս կազմող Արցախի հանդեպ, չէ որ Արցախը եւս մեծ հայքի մնացած նահանգների նման եւս Հայաստանի բաղկացուցիչ մաս է, ինչ վերաբերվում է Հայաստանի տարածքին իբրև քարտեզ չի վերցրել, ինչ որ մակետ չի վերցրել, ապա ասեմ, որ դա ամբողջական Հայաստանի քարտեզը չէր եւ այն կեղծ էջերում, որ դրված է, որ իբրև միջազգայինորեն Հայաստանի ճանաչված սահմանի քարտեզներ, ոչ, միջազգայինորեն հարգելիներս ճանաչված սահմանը Հայաստանի դա 160 հազարանոց քառակուսի կիլոմետրանոց տարածքն է, իսկ արկա վիճակում մեր պատկերացրած նաև Հայաստանը, որը դեռ հնարավոր է, դա 30,000-ը պլյուս 12,000-ին է, այլ ոչ թե մասնատված, աղճատված Հայաստանի քարտեզը։ Նկատի ունեմ մինչև այս վերջին պատերազմը, երբ արկա էր Հայաստանի Հանրապետություն 29,000 քառակուսի կիլոմետր տարածքով եւ Արցախի Հանրապետություն 12,000 քառակուսի կիլոմետր տարածքով։ Այս պահի դրությամբ մեր պատկերացման մեջ ահա այդ է ներկայիս Հայաստանի Հանրապետության, ներկայիս Հայաստանի տարածքը, այլ ոչ թե աղճատված, հողերզիջած ինչ որ տարածք, որը դեռևս հստակ սահմանագծված չէ, թե ինչ սահմանագծում է, դա չենք հասկանում մենք։ Արմինեի վերաբերյալ ձեր սանն է եղել, ձեր աշակերտուհին է։ Արմինեն բավականին խիզախ, քաջ, խելոք, խլացի, գիրտ, չափուձված աղջիկ է եւ հնարավոր չէ նա ինչ որ բացասական գիծ կամ ինչ որ վարքագիծ դրսևորեր եւ ուղակի մարդիկ տեսանյութը չդիտած իրենց համարձակվում են աղճատված ինչ որ կարծիք հայտնել մի անձի վերաբերյալ, ում ընդհանրապես չեն ճանաչում, նման դեպք չկա, նման իրականություն չկա եւ առերեսվելով ահա այս է մեր հայաստանյան իրականությունը, որտեղ կեղծարարություն է, որտեղ զեղծարարություն է, որտեղ ի վիճակի են կիրթ նման Իհարկե, հերոսի աղջիկը իրեն հերոսի պես է պահել, ես նույնիսկ չեմ գնում դրան, որպեսզի չասեն, որ Հայաստանում էլ կան բազում հերոսներ, ինչպես այդ կեղծ իրենց էջերն են ասում, որ բա մեր հերոսների երեխեքը հերոսը հերոս է, բայց նաև աղջիկը եւս բավականին կիրթ է եւ բավականին դաստիարակված ու ոչ մի ավելորդ բան իրեն թույլ չի տվել, եթե իրեն հրահրել են անվանարկելով փախած, պանդուխտի հոգի ունեցող, ապա ըստ իս յուրաքանչյուր արցախցի պիտի նրան պատասխան հնչեցներ, այն էլ արժանի պատասխան։